Հայաստանը եւ Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում։ Նիկոլ Փաշինյանն է կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել, նշելով, թե ինչ վաճառելու եւ ինչ գնելու հարցով են հետաքրքրված եւ գործընթաց կա։ Հիշեցնենք, այսօր Ադրբեջանից Հայաստան է ուղևորվում նավթամթերքի հերթական խմբականակը։ Ըստ ադրբեջանական աղբյուրների բեռը կներառի 1000 տոննա 92-րդ կարգի, 1800 տոննա 95-րդ կարգի բենզին եւ 1000 տոննա դիզվառելիք։ Նշվում է, թե Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի առաքումը կրում է բացառապես առևտրային բնույթ եւ վառելիքը վաճառվում է միջազգային շուկայական գներով։ Երևանն ու Բաքուն բանակցում են Հայաստանից Ադրբեջան ալյումինի, փայլաթիթեղի, դրա հումքի, ֆերմոմոլիբդենի, ընտանի կենդանիների, կոնյակի հումքի, ծխախոտի, տեքստիլ արտադրանքի արտահանման հնարավորությունների շուրջ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն է հայտնել լրատվամիջոցներից մեկին։ Առաջին արտահանումն ըստ նրա կլինի այն ժամանակ, երբ հայկական եւ ադրբեջանական ընկերությունները համաձայնության գան։ Հալեպում ռազմական գործողություններն ավարտվել են, Բերիոհայոց թեմի մամուլի խոսնակ Մարիա Գաբրիելյանն է հայտնել, նշելով, որ քաղաքում կյանքը վերադառնում է բնականոն հուն։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը լուսադեմից առաջ հայտարարել էր հրադադարի հաստատման մասին։ Հալեպում կենտրոնական արձագանքման կոմիտեն էլ հայտնել էր, որ կառավարական ուժերի եւ քրդերի միջև բախումներից հետո միայն երկու շրջանից ընդունել է 142 000 տեղահանվածի։ Հակամարտող կողմերի կորուստների տվյալները դեռ անհայտ են։ Կրքերը չեն հանդարտվում նաև Հայաստանի անմիջական հարևան Իրանում։ Իրան International-ի փոխանցմամբ ցուցարարները կոչեր են անիշխանությունների հեռացման, ինչպես նաև հնչեցնում են միապետությունը վերականգնելու կարգախոսներ։ CNN-ը գրում է, թե բախումների ժամանակ ոստիկանության սպա է զոհվել։ Դեռ 3 հաղորդվում էր շուրջ 30 զոհի մասին։ Որոշ լրատվամիջոցների պնդմամբ բողոքի ալիքի շրջանակում ցուցարարները վերահսկողություն են հաստատել արդեն 3-րդ քաղաքի Քարաջի նկատմամբ, սակայն այս տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվում։ Թուրքագետ Վարուժան Եղամյանն ահազանգում է, որ Իրանում ցույցերի եւ հայաշատ Հալեպու մարտերի ֆոնին հերթական շաբաթն է, ինչ Ադրբեջանում վայրեջք է կատարում ռազմամթերքով բեռնված օդանավերի հերթական խմբականակը, իսկ նախագահ Ալիևը իր վերջին ելույթում Հայաստանը բազմիցս որակում է թշնամի, նշում է, որ միջազգային իրավունքը այլևս չի աշխատում ու հայտարարում, որ Հայաստանը չունի սահման, եղածը պայմանական սահման է ու իրական չէ, քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել դրանք։ Միաժամանակ թուրքագետն ընդգծում է, թե Հալեպի շրջանում, որտեղ մի քանի տասնյակ հազար հայ է ապրում, կառավարական ուժերը թուրքական աջակցությամբ փորձում են գրավել քրդական շրջանները, ինչի հետևանքով հայերին կարող է սպառնալ նոր տեղահանություն։ Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի հրամանագրով Կարեն Շաքարյանը զրկվել է Արցախի հերոս բարձրագույն կոչումից։ Հիշեցնեմ, որ Շաքարյանը հունվարի 6-ին միացել էր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ուխտերթին։